կա, այսօրվանից սկսյալ 9 օր կա, միջև հոգի կալուստ։ Եվ ուրեմն աշխարհի առաջին 9-օրյան, որ աղոթվեց, առաքյալները, որ աղոթեցին, 9 օր սպասելով Սուրբ Հոգուն։ Եվ 9-օրյայի գաղափարը իրականության մեջ այնտեղն է, որ ծագել է։ Այո, ճիշտ նույն ժամանակից չէ, որ սկսել են շարունակել այդ ձևով, բայց երբ որ դարեր հետո սկսեցին մտածել այդ հարադև աղոթքի մասին, որովհետև Հիսուս խնդրում էր, որ հարադև աղոթեն եւ սպասեն Սուրբ Հոգուն։ Ինչևից է։ Հոն գնալուց առաջ սկսենք մեր հանդիպումը աղոթքով։ Անհոր եւ ողջույն Սուրբո, ամեն։ Այր մեր, որ գնես ես Սուրբ Գեծանունքո, եկեսար կայությունքո, եղեցին գամքո, որպես երգինս եւ երգրի։ Ըստ հաց մեր հանաբազար, դուր մեզ այսօր, եւ տող մեզ բարդիս մեր, որպես մեկ տոնք բարոց բարդաբանած, եւ մի դաներս մեզի փորձություն, ալպրիգազ մեջ ճարե, զիքոյ արկայություն եւ զորություն եւ պարկավիտյանս ամեն։ Ողջույն քեզ Մարիամ, նիշնորոք տերընդ քեզ, օրտնյալ ես տիգանայս, եւ օրտնյալ է բդու, որովայնի քո Հիսուս, Սուրբի Մարիամ, Մայր Աստծո, բարախոսիավաս մեր մահվրածս, այժմ եւ ժամու մահվան մերո ամեն։ Արքորի որտվոյ ողջույն Սուրբո, այժմ շեվավիդյան սրդինից ամեն։ Տակույ խաության, աղոթիավաս մեր։ Ուրեմն մեկ պարասեմ եւ վերջացնեմ, որ 9-օրյան, ուրեմն առաջին 9-օրյան այս ժամանակաշրջանն է 9 օր ամբարձում են մինչև հոգի կալուստը։ Բայց այսօր անշուշտ մենք 9-օրյա օգտագործում ենք շատ անգամներ, շատ նպատակների համար եւ երբ սուրբերին դիմում ենք եւ ցույց ենք տալիս, որ մենք իրապես լուրջ ենք մոդերնում հարցին, մոդերնում ենք աղոթելով, ադարակ մատուցելով, ինչ որ է, մի բան անում ենք 9 օր։ Շատ բարի։ Ինչպես միշտ ասում եմ, սիրում եմ սկսել հարցումով, բայց հավասիկ հարցումը գրավոր եկել է ինձ Սիմեոնի խոսքերից է, որ Աստվածամոր ուղեց, ասեց քո հոգու միջով սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդները հայտնի դառնան։ Բազում սրտեր ինչ ուզել գուզե։ Իրականության մեջ մեծ խնդիր չկա այնտեղ եւ ինչ որ Սիմեոնը ասում է մի ուսումնասիրություն է, ուսումնասիրություն Աստծո մասին եւ ինչ այդ ուսումնասիրությունը սա մի բան է, որ մեզ ամեն մեկը կարող է սրա մասին մտածել եւ հասկանալ ոչ միայն մեզ համար, այլ բոլորին համար։ Այսօր մենք ճանաչում ենք անցիկ, որ իրապես շատ զորեղ անձնավորություն ունեն եւ երբ որ կհանդիպենք այդպիսի անձի, այլևս մեր կյանքը մի քիչ կփոխվի։ Իսկ այդ անձը, որ անպայման մեր ամբողջ էությունը կփոխվի, երբ որ իրեն կհանդիպենք, անյալ Հիսուսն է։ Եվ այդ փոփոխությունը որ կլինի, չի նշանակել, որ դեպի լավն է։
Կնշանակի չենք կրնար անդարբեր լինել։ Կամ իր գողմը պիտի լինենք, կամ իրեն հակառակ։ Եվ ուրեմն Հիսուսի ներկայությունը պիտի լինի սա, որ մարդկանց ներքին, ամենաներքին իրենց մտածածը, իրենց էության ծուծը մեջտե պիտի ելնե, որովհետև անհնարին է Հիսուսին հանդիպել և անցնել, ասելով, որ լավ վարդապետ է, վատ վարդապետ է, չէ։ Ուրեմն, միշտ կողմեն, երբ որ մենք այսօր նայում ենք աշխարհին 4 կողմը, որ միլիոնավոր մարդիկ Հիսուսի մասին գարտում են, բայց որքան որ գարտում են, բայց եւ այնպես ոչ մեկ որոշում չեն կայացնում։ Անդարբեր կմնան։ Ինչու կարող են անդարբեր մնալ? Որովհետև որքան որ գարտում են, չեն հանդիպում Հիսուսին։ Այդ հանդիպումն է, որ անպայման կփոխի մարդս։ Կամ իրեն գոհը գերտանք, կամ իրեն հակառակ։ Բազում սրդերի խորհուրդները հայտնվում է։ Ուրեմն սա նշանակում է, որ անոնք որ Հիսուսին հանդիպում են եւ մենք տեսնում ենք արդյունքը, որ լավն է, հասկանում ենք իրենց սրդի փուն խորհուրդը, փուն ձուծը որն է։ Եվ այդ անձիկ ովքեր պայքարում են Հիսուսի սկզբունքների, Հիսուսի բոլոր արժեքների հետ, հանդիպել են Հիսուսին, բայց հակառակ են, որքան որ իրենք փորձեն անուշ խոսքեր գործածել, ասնելանել, բայց իրենց ներսի էությունը հայտնվում է, եթե հանդիպել են։ Իսկ մյուս կողմեն այդ փյուրավոր մարդիկ, որ բամը լսած են Հիսուսի մասին, որոշ մարդիկ իրենց աչեն ցախեն մի քանի բաներ ասել են, բայց չեն հանդիպել։ Եվ իրենց խորհուրդները հայտնի չեն, բայց ինչ հայտնի է? Հայտնի է, որ չեն հանդիպել։ Հայտնի է, որ օտարական է Հիսուսը իրենց համար։ Ուսամ բավարար է այս մեկնաբանությունը, եթե Շնորհակալություն Վարդապետ ջան, ես գիտեք ինչի չէի հասկացել։ Այսինքն այստեղ կարծես հենց Մայրամին է վերագրվում, որ Մայրամին պետք է բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան։ Իսկ ստացվում է, որ Մարիամի միջով ծնված Քրիստոսով է, որ բազում սրտերի խորհուրդներ հայտնի են դառնում։ Այստեղ ուղղակի մի քիչ ինքը սեղմ է գրած, եղավ, շնորհակալություն Վարդապետ ջան։ Հասկացա։ Տեր Անտոն, ձեր միկրոֆոնը անջադաձի։ շնորհակալ։ Ուրեմն Սիմեոնը խոսում է Մարիամին, որ ոչ թե Մարիամի միջոցով է, որ պիտի լինի, Հիսուսի միջոցով է, որ պիտի լինի, եւ Հիսուսի միջոցով եղածը անշուշտ Մարիամին սիրտը պիտի ծագե, եւ որ տեսնե, որ չեն հասկանում, չեն ուզեր ընդունել։ Okay. Ամբարձումը ցեզի համար ինչ իմաստ ունի։ Այսօր կուզեմ համբարձումի մասին խոսել, որովհետև պիտի տեսնեք, որ հիմա երբ որ բացատրություն կտամ համբարձումի մասին,
Համբարձումը ես ձեզի բացատրել եմ ասկի առաջ։ Քանի ցևով բացատրել եմ։ Պատարագին իմաստը համբարձումին մեջն է, որ կայանում է։ Ուրեմն մի քիչ բացատրություն դամ։ Եվ ինչ այդ բացատրությունը։ Երբ որ մենք մտածում ենք Հիսուսի մահվան մասին։ Հիսուսի մահը ինչ նպատակ ուներ։ Կարող եմ ասել, որ քրիստոնեության 90%-ը սխալ կհասկանա։ Դուք մի խումբին մի նայեք, բայց երբ որ գնայինք բոլոր մանավանդ այդ մեծ ողկական զանգվածները իրենց կողը միլիոնին մեջ է 1-2 հազիվ կա որ հասկանա թե ինչ է բուն իմաստը և նպատակը Քրիստոսի մահվան։ Որովհետև եթե ամբողջությամբ հասկանային, ամեն կաթողիկ կլինեին։ Այսօր կարդում էի կամ ավելի ճիշտ է YouTube դիտում էի մի անձնավորություն, որ բավական գրքեր գրած է եւ բացատրություններ տված է մի անգլիացի գրողի, որ ինքը կաթողիկ դարձած էր եւ կաթողիկ հավատքը շատ աշխատած է պաշտպանել եւ մարդկանց բացատրել, որ քրիստոնեությունը, կաթողիկությունը միակ ճշմարիտն է հավատքին։ Եվ ասում է, որ եթե մարդիկ 1000 տարի ապրեն, կամ կաթողիկ պիտի դառնան վերջի վերջո, կամ էլ անաստված։ Ուրիշ երրորդ ճամփա չի գա։ Կամ 1000 տարվա մեջը կաթողիկ պիտի դառնան եւ ինքը 20 տարի դեպեց, ինքը անգլիկան էր, 20 տարի դեպեց, որ կաթողիկություն ընդունի։ Մեկ անգամ որ ընդունեց, ակին խնդիրներ ուներ ընդունելու համար, բայց վերջ-վերջը ընդունեց կաթողիկի հավատքը։ Եվ շատ քեղեցիկ, այսինքն 200-ն ավելի գիրք գրած է եւ իր գիրքերը շատ ընդունված էին, սիրված էին, նույնիսկ իր հակառակորդների կողմից։ Ինչևից է։ Ուրեմն, երբ որ կմտածենք Հիսուսի մահվան մասին, թե ինչ է Հիսուսի մահվան նպատակը։ Որտեղ իրականության մեջ Հիսուսի մահը միջոց է։ Միջոց է։ Բայց ինչի համար։ Եվ հոս է, որ ձեզի բացատրություններ տվել եմ նորեն եւ նորեն եւ նորեն ասելով, որ մարդուս առաջին բարդականությունը Աստծո կատարյալ պաշտամունքը անելն է։ Այդ կատարյալ պաշտամունք պիտի տանք։ Եվ ամբողջ պատմության մեջը միակ կատարյալ պաշտամունքը Հիսուս ինքն է։ Բայց Հիսուս ժամանակի մեջ է, որ արմնացավ, մարտացավ, ժամանակի մեջ է, որ իր զոհը մատուցեց։ Եվ հիմա որ ինքը այդ զոհը մատուցած է, ինչ է անում։ Երբ որ գսենք Հիսուս երկինք համբարձավ,
Ինչ կնշանակի երկին համբարնալ։ Երբ որ համբարնալ բառը գործածում են կնշանակի բարձրանալ։ Բարձրանալ դեպի ուր։ Ոնտեղ դեղ մգա։ Աստված գիտե ուր մի դեղ մգա եւ հոն է Հիսուս հիմա Հայր Աստծո աջ կողմը հոն է։ Չէ։ Հիսուս որ համբարձավ աներևույթ դարձավ մեզ ինքը նույն դեղն է բայց հիմա գոյություն ունի դարբեր ծև ինքը միշտ ունեցել է այդ դարբեր գոյությունը որպես Աստված եւ Հիսուս երբ որ մարդացավ որպես մարդ այլևս ինքը նյութական աշխարհի մեջ էր ժամանակի մեջ էր դարածքի մեջ էր պատմության մեջ էր բայց հիմա իր մեռնելուց հետո հարություն առնելուց հետո երբ որ գսենք համբարձավ կնշանակի ինքը այլևս իր մարմինը վերածեց դարավ չէ վերածեց հավիտենականության մեջ եւ այդ ինչ որ Հիսուս մատուցեց խաչին վրա այլևս սա ժամանակի հետ կապված չէ դարածքի հետ կապված չէ պատմության հետ կապված չէ սա ամբողջովին դարբեր բան է ուր Հիսուս որ այդ կատարյալ զոհը կատարյալ պաշտամունքը մատուցեց ավասիկ ինք գտնվում է հոր Աստծո աջ կողմը այսինքն գտնվում է երրորդությունը եւ երրորդության մեջը Հիսուս գտնվում է եւ ինչ է անում Ձերքերը զալած նստած են կասենք որ ինքը մճամտում է մեզ համար բայց այս ամենը խոսքեր են, բառեր են, որ մենք պետք ունենք գործածելու, որպեսզի մենք ավելի հասկանանք։ Կամ փորձենք սկսել հասկանալ, որտեղ ամբողջությունը անշուշտ չեն կարող հասկանալ, չպիտի կարողանանք հասկանալ ոչ աշխարհից վրա ոչ մյուս կողմը։ Որովհետև սա է խորհուրդը, այնքան խորն է, որքան որ հասկանաս, դեռ շատ քիչ է։ Ուրեմն Հիսուս շարունակում է մճամտել մեզ համար։ Սրա մասին Եբրայեցիների ուղված նամակը բավական բացատրություն է տալիս։ Բացատրություն, որ մարդկային օրեն մենք կարողանում ենք հասկանալ։ Բացատրում է, որ անհրաժեշտություն կար, որպեսզի զոհեր մատուցվեր Աստծուն, որպես այդ անհրաժեշտ պաշտամունքը, որ մարդս պետք է մատուցեր Աստծուն։ Եվ ուրեմն քահանայապետները, որ ընդրված էին, որոշված էին, ավասիկ իրենք միշտ շարունակաբար արդու իրգուն անասուններ մորթում էին եւ այդ անասունները որպես Աստծուն հաճելի պաշտամունք էին ներկայացնում բայց այս ամենը միայն մի պատկեր է իրականության վերաբերյալ իրականությունը չի գնար այդպես լավ ինչպես որ Աստված ասում է Սամոսներեն մեկումը մեջը կարծում եք որ ես ցուլերի
Արյունը կխմեմ կամ սուրերուն միզը գուդեմ։ Կարծեք որ անիկա ինձ հաճելի է։ Եվ կարդում ենք Օսե մարգարեն Իսեն 727-730 տարի առաջ երբ ինքը ասում է մարգարե է եւ սովորեցնում է ժողովրդին ասում է որ տեսեք աստծեր ընծայած անասունները սա չէ ինչ որ հաճելի ասում հաճելի բանը այդ կոտրված սիրտն է այդ կնկուշությունը որ մարդս պետք է ցույց տա իր եղբորը հանդեպ կտությունը սա է ինչ որ Աստված դեսնում է որպես իրեն հաճելի պաշտամունք եւ ոչ անասունին սպանել այդ արյունը տապելը չէ եւ այս ամենը որ 5 դարանի մեջը մարգարեները խոսեցին մերուշատության հասնեցին բաների վերջը երբ որ Հիսուս եկավ Հիսուս մեզի ցույց տվեց այդ ամենը որ իր մասին է եւ սա է ամենակեղեցիկ պատմությունը Էմավուսի այդ երկու աշակերտների հետ որ Հիսուս խոսում է սկսելով Մովսեսեն քնալով բոլոր բաների միջով մարգարեների միջոցով բացատրում է որ այդ ամենը նախասկուշացում է պատկեր մնե որպեսի երբ որ ճշմարտությունը եկավ այդ ճշմարտությունը կարողանանք հասկանալ ուրեմն Հիսուս եկավ եւ Հիսուս զոհվեց եւ այդ զոհը բավականին տարբեր ծևերով բինայինք որ մի քիչ կապար գազմենք մեկ կողմեն ինչ որ Հովանես Մկրտիչը ասում է գարն Աստծո գարը որ մորտվում է եւ հայտնության գիրքի մեջ տեսնում ենք որ մորտված է բայց ապրում է որը ժամանակեն դուրս է հարության է բայց ինչ է անում ուրեմն ինքը մատուցում է կատարյալ պաշտամունքը մեկ կողմեն եւ մյուս կողմեն մճամդում է մեզ համար կարդում ենք Պողոսի նամակին մեջը որ ուղղած է Հռոմեացիներուն 5-րդ գլուխ ինքը մեզ համար մճամդում է մեր պաշտպանն է եւ սրա համար է որ վերջին ընտրիկի ժամանակ Հիսուս ասում է ես պիտի ուղարկեմ ուրիշ մի թարգմանությունը գադեն մխիթարիչ է գադեն պաստապան մեզ պաշտպանելու համար ուրիշ մի պաստապան ուրիշ մի մխիթարիչ բայց այդ ուրիշ մխիթարիչը նշանակը որ երկրորդն է առաջինը գա եւ առաջին պաստապանը առաջին մխիթարիչը ով է Հիսուս ինքն է երկրորդը անշուշտ Սուրբ Ոգին է բայց առաջինը ինքն է մտածենք սրա մասին ավասիկ Հիսուս եկավ եւ զոհ մատուցեց ուրեմն շատ չափազանց մեծ թվով բաներ փոխականներ ասում են որ Հիսուս մեռավ մեր մեղքերի համար այդ բոլոր մեղքերը որ կորձված են եւ պիտի կորձվին իմ անցյալի եւ ապագայի մեղքերս այդ ամենի համար ինքը մեռավ վերջացավ այդ զոհը որ մատուցեց այդ ամենուն դեր կբռնե սա սխալ է սա հասկացություն է
որովհետև Հիսուսի մահը մի բան, որ ֆիզիկապես տեղի ունեցավ պատմության մեջը, մի տարածքի մեջը, միայն եւ միայն համբարձումի միջոցով է, որ այդ ամենը Հիսուս արավ եւ բարձրացրուց ոչ թե մի դեր բարձրացրուց ուրիշ մի արտագի, որ է հավիտենականությունը։ Եվ երբ որ հավիտենականություն խոսենք, այլևս եւ Հիսուսի կալեն հազարավոր տարի առաջ եւ Հիսուսի կալեն միլիոնավոր տարի հետո նույնն է, հիմա է հավիտենականություն է, սա հավերժականություն չէ, հավիտենականություն է։ Ո՞վ է հարցում։ Որ ոչ ոք չի տալիս, ես խոսեմ վարդապետ։ Այդ ողորմության վարդարանի աղոթքը, որ անում ենք, Հայր հավիտենական քեզ ենք ընծայում, քո սիրեցյալ որդու մարմինը եւ արյունը, հոգին եւ աստվածությունը, մարմինը եւ արյունը, որ ասում ենք, դա իմ պատկերացումը, եթե մտքով ինչպես եմ ես պատկերացնում եմ Տեր Հիսուսին լրիվ առողջ մարմինը, բայց հետքերով, վերքերի հետքերով է կանգնած հոր դեմը, եւ ես որպես խնդրող կանգնում եմ հենց Տեր Հիսուսի հետևը, այսինքն իմ բարեխոսը լինում են Քրիստոսի վերքերը, որպեսզի այդ հորը լսելի լինի, այդպես մարդկային պատկերացմամբ դա կարելի է ընդունել ճշմարիտ վարդապետություն է, թե իմ բանն է, մտածելակերպն է, պատկերացումն է։ Պետք է մտածել եւ մեր պատկերացումը կարեւոր է, որ մենք կարողանանք իմաստ տալ։ Եվ նույն ժամանակ կարգ բաներ կա, որ սովորել ես եւ սովորել եք եւ դրա մասին գիտեք, բայց միշտ չէ որ կհիշեք։ Այսօր անպայման բոլորդ էլ լսած եք, որ երբ որ մեկը սուրբությունը կընդունի միայն նշխարի ցևով կընդունի ամբողջ Հիսուսին մարմինը արյունով, մսով, ոսկորով, հոգով, աստվածությամբ, այդ ամենն է, այդ ամենաբզդիկ մասնիկը սուրբարության Հիսուսի ամբողջությունն է։ Իսկ մյուս կամեն, եթե մեկ կատիլ այդ բաժակեն մենք առնենք, նաև նույնն է, մենք ստանում ենք այդ մեկ կատիլի մեջը ամբողջ Հիսուսի էությունը, աստվածությունը, այդ ամենը հոն է։ Ուրեմն, երբ որ ես աղոթում եմ, իմ նայած ձևս այն է, որ ես Հիսուսի քիչ ավելի երգնցնում եմ եւ ավասի ես քեզի նվիրում եմ ամբողջ Հիսուսը։ Բայց որպեսի հասկանամ, որպեսի իմ վրաս աստե, ոչ Աստծո վրա, իմ վրաս աստե, որ այդ Հիսուսը, որ ես ներկայացնում եմ, խաչյալ Հիսուս է, իր մինչև վերջին գաթիրը տապել է ինձ համար։ Բայց այս յուրաքանչյուրը պիտի ասե ինձ համար տապեց իր վերջին գաթիլը։ Այսօր եւ սա կարևոր մի կետ է, որովհետեւ Մարտին Լութերը չհասկացավ այս կետը եւ իր մեկնաբանությունը
այս խորհրդի մասին ամբողջովին սխալ է, ճիշտ այս կետի վրա, որովհետև ինքը կարծուց, որ կաթողիկ եկեղեցին երբ որ խոսում է Հիսուսի չարչարանքի մասին, Հիսուսի մահվան մասին, որ պատրակին մեջ է արյունը եւ սկիը եւ հացը աշխարհը որ կա, ուրեմն մենք Հիսուսին նորեն եւ նորեն չարչարում ենք, ամեն անգամ որ պատրակ ենք ասում, պատրակի մեջ մենք Հիսուս պետք է նորեն չարչարվի մեր մեղքերի համար, ոսե որ չհասկացավ ինքը եւ իրեն հետևողներն ավելի քիչ հասկանում են կամ նույնիսկ չեն ուզեր հասկանալ, բայց ճշմարտությունը այն է, որ Հիսուս այլևս դարաբանք չունի, այլ իր վերքերը այլևս փառքի վերածեցին, խաչի միջոցով մեկ անգամ որ մեռավ, փառքի վերածվեց եւ այլևս նորեն մեռնել չի գա, մենք նորեն չենք սպանում Հիսուսը այդ խորանի վրա, այլ մենք դուրս ենք գալիս եւ ժամանակից եւ դարածքից եւ պատմությունից եւ լինում ենք Գողգոթայում, բայց նաեւ որպեսզի ավելի դժվարացնեմ մեր հասկացողությունը, մենք լինում ենք միևնույն ժամանակ վերջին ընտրիկին եւ Հիսուսի խաչելությանը եւ Հիսուսի հարությանը եւ Հիսուսի համբարձմանը աստվածի ախոտ կա, որ ասում ենք ճիշտ մենք վարկանները Ռեկեն ամիջապես հետո ուրեմն Արպեկ Իսմանի ամենիկյան այդ ամենը ասելուց հետո կանան մինչ ժողովուրդը երկում է ամեն հայր երկնավոր հայր կանան շարունակում է ասելով եւ կո բարար միածին որդին պատվիրեց միշտ այս նույնը կատարել իր հիշադակին եւ իջնելով մահվան անտունտները այն մարմնով որ ստացել էր ունությունից եւ իր զորությամբ խորտակելով դժոխքի ագանքները քեզ միայն ներկայացրեց մեզ իբրև միակ ճշմարիտ Աստվածը ողջերի եւ մերելների շատ բարի ասկե հետո այժմ մենք դեր այդ դրված հրամանի համաձայն առաջ բերելով միածնիտ մարմնի եւ արյան այս վրգավետ խորհուրդը հիշում ենք մեզ համար նրա գրած վրգակորց չարչարանքները կենսադու խաչելությունը
երեկորյա դաղումը, երանավետ հարությունը, աստվածաբես համբարձումը քո աչագողմում նստելը, հայր բաշտում ենք և օրդնում նրա ահավոր և բարավորյալ երկրորդ կալուստը։ Կարողացաք հետևել։ Շատ ծիրուն էր Վարդապետ ջան։ Իսկ ինչու դա բարձրաձայն չի կարդում քահանան, որ մենք բոլորս լսենք ամեն պատարագին։ Եթե նույնիսկ բարձրացային կարտա, բամը չեք հասկանալ, որովհետև քրապար կգարտա։ Ես ստարկմանությունները արել եմ եւ ասկիրկերը բոլոր ժողովրդապետություններում մեջ, որ ես աշխատել եմ, ոնդեղ լեցծած եմ, որովհետեւ անցիկ ովքեր գուզեն բادرակի ժամանակ հետևել, կարողանան հետևել։ Որքան գեղեցիկ է այս ամենը եւ հոսը մարդիկ չեն գիտեր, որտե բացատրող չի գա։ Եվ ես նաև ասոնց մասին ահագին խոսած եմ եւ ասել եմ, որ մենք պետք է աշխատենք աշխարհապար բادرակ մատուցել։ Բայց կանաներն է որ չեն ուզեր։ Եթե ոչ հայ կաթողիկե եկեղեցու սինոդոսի հայրերը թույլ տված են եւ Լիբանանի մեջը արևմտա հայերեն բادرակը մատուցվում է։ Բայց ոչ թե երկեցողության բادرակ, կիրագյորվա բادرակի չէ, շաբթվա մեջ բادرակները կարելի է մատուցել աշխարհապար եւ նաեւ կան արտաբետներ, որովհետեւ իրենց բոլոր ժողովուրդը անապախոս է սուրյո մեջը, իրենք արաբերեն մատուցում են բادرակը շաբթվա մեջ։ Պետք է դուք աղմուկանեք եւ բաննեք, որ ասիա պետք է սկսվի, որովհետեւ մեր ժողովուրդը որքան հեռանում է, եւ բուն բաճարը, որ նաեւ ցայնավոր բادرակը, գիրագյորվա բادرակը քրապար է լինում, մեր խնդիրները, որ մենք ունենք առաքելական եկեղեցու հետ։ Շատ ծավալի է։ Որովհետև Վատիկանը ստիպում եմ ասելով, որ չենք ուզեր, որ դուք բادرակը փոխեք, որևէ մի կերպ տարբեր լինի առաքելական բادرակից։ Okay, ուրիշ հարց։ Վարդապետ, այս Կիրակի չէ, չորեքշաբթի օրն էր, Հայր Հովհաննեսը խոստացավ, որ բացատրի, չստացվեց, այնպես ստացվեց, որ թեման ուրիշ էր, բայց շատ հետաքրքիր միտք արտահայտեց, որ այդ թեմայով պիտի խոսի, եթե դուք կստացվի ձեր մոտ, շատ կարծում եմ, որ հաճելի կլինի մյուսներին էլ լսել։ Ես Հայր Հովհաննեսից իմացա, որ հավատամքը պարզվում է 12 կետեր ունի եւ համբարձումը հենց 6-րդ կետի վրա կետն է եւ ստացվում է համբարձումը լինում է հենց կենտրոնում նրանից առաջ եւ համբարձումից հետո եկեղեցու կյանքը իսկ մանրամասնությունը չգիտեմ ինքը այդպես ասեց հղումը ասեց որ կբացատրեմ այդ ծվել մնաց այդ բացատրությունը
Ես շատ շուտուն չէի դարձած, որ համբարձում մեջտեղն է, որովհետև երբ որ խոսում ենք հավատամքի մասին, հավատամքը ինչու համար ստեղծված է, ասր մասին բացատրություն ես տված եմ ասքի առաջ։ Փուն նպատակը հավատամքին մարդկանց պատրաստել մգրդության։ Սա եւ վերայերի մոդը եւ լադիներուն կողը եւ նաեւ փոխկականներն իրենք եւս շատ փոխկականներ կան, որ գտնունին պապանը հավատանքը գտնունին նույնիսկ եթե մեկ երկու կետ մեջը բան չներ չեն ուզեր ընդունել, բայց ընդհանուրը կընդունեն, որովհետև ամեն մեկը, որ պիտի մգրդվեր, եւ մինչև այսօր եւ հայ եկեղեցու մեջը եւ կաթողիկե մույս բոլոր կաթողիկ եկեղեցիներին մեջը նույնն է մգրդության ժամանակը այդ հավատը թավանանքը պիտի ասվի։ Սա կարևոր մաս է կազմում։ Կեդերը ինչպես բանը գազմակերպես, որպեսի ավելի հասկանալի լինի, շատ բարի, բայց մենք ունենք ուրեմն ոնդեղը երեք կարևոր կետ, հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Որդու Աստծուն, հավատում եմ Սուրբ Հոգուն։ Եվ հետո Սուրբ Հոգուն, որ մեզ եկեղեցին տված է, եկեղեցին թերը։ Ես ցանկանայի ավելի բանել նայել թե Հովհաննեսը ինչ ասում է, կփորձեմ այդ գտնվել, բացարձակ չէ, բայց կփորձեմ գտնվել եւ տեսնել թե ինքը ինչ քրության վրա հիմնվելով խոսում է։ Շատ բարի։ Տեսեք, այսօր ես մի քիչ կանող պիտի վերջացնեմ, վիզս ու սերս բռնված են, հոսանքի դակ մնացել եմ գիշերը, բավականին դժվար կարողանում եմ շարժվել։ Ինչ է։ Ուրեմն, այսօր այսքան, եթե հարցում չունեք, եթե հարցում ունեք կպատասխանեմ։ Լավ, բարի գիշեր ասեմ։ Շնորհակալություն, բարի գիշեր։ Բարի գիշեր։